Իրան-Ամերիկա հարաբերությունների այսօրվա ջերմացման, այսպես ասած, հիմնական կարևորագույն գործոններից մեկը դա, եթե պատկերավոր ասենք, Ասիայի սրտում Աֆղանստանում ամերիկյան հաստատման խնդիրն է, ինչպես գիտեք, ամերիկյան զորքերը մասնակի կերպով պետք է դուրս բերվեն Աֆղանստանից եւ այսօր հատկապես կախված Կիրգիզիան գիտակ տրամադրել է ժամանակավորապես ռազմական տարածք ամենի սամուցող ինֆրաստրուկտուրան ապահովելու համար եւ այդ տարածքի զիջումից հետո, ինչպես նաեւ Տաջիկստանում ռուսական դիրքերի աննախադեպ ամրապնդումից հետո, եթե տեղյակ եք, ապա Ռուսաստանը ոչ թե զորքերի քանակն է ավելացնում Տաջիկստանում, այլ օժանդակում է տաջիկական այսօր դեռևս գոյություն չունեցող իրականության մեջ գոյություն չունեցող բանակի կայացմանը եւ այս առումով Աֆղանստանի հետ սահմանի վերահսկմանը եւ ինչու՞ չէ նաեւ հաշվի առնելով Աֆղանստանի գրեթե կեսը տաջիկներով բնակեցված լինելու հանգամանքը, նաեւ Աֆղանստանի առնվազն կեսին հավակնելու հանգամանքը։ Այս տեսանկյունից ԱՄՆ ունի ներկայում իր այդ ինֆրաստրուկտուրաները սնուցելու համար ունի Պաստորեն Պակիստանի իրավիճակները հաշվի առնելով, հյուսիսային տարածքները Պակիստանի կենտրոնական իշխանության կողմից գրեթե չեն վերահսկվում, ունի մի քանի ճանապարհներ իր զորքերը սնուցելու համար, որոնցից մեկը կանոնավորապես օգտագործում է, դա արևելյան հարևանի տարածքն է, Ադրբեջանական Հանրապետության տարածքն է, եւ բնականաբար կուզենար ունենալ եւս մեկ շատ ավելի կայուն, այսպես ասած, սնուցման ճանապարհ, ինչպիսին կարող է լինել Իրանը։ Եվ ընդհանրապես ոչ միայն որպես ճանապարհ դեպի Աֆղանստան գործելու համար, այլ դաշնակից տարածաշրջանում, որը կարող է ուղղակիորեն միջամտել թե աֆղանական գործերին, կարող է ուղղակիորեն միջամտել թե սիրիական գործերին, կարող է ուղղակիորեն միջամտել Եմենում կատարվող գործընթացներին, կարող է ուղղակիորեն միջամտել Իրաքում կատարվող գործընթացներին, հաշվի առնելով երկրի ունեցած հսկայական ազդեցությունը, ինչպես նշեց պարոն Պապյանը, հատկապես շիական աշխարհում։ Այս տեսանկյունից է, որ ըստիս ներկա ջերմացումը ընթանում է եւ ջերմացումը մասնակիորեն ես համաձայն եմ պարոն Պապյանի հետ ուղղված է նաեւ ռուսական շահերի դեմ, քանի որ Իրան-Ռուսաստան հարաբերությունները միանշանակ գնահատել չի կարելի, այնտեղ կամ թե այսպես ասած մեղր կա եւ թե մեղր կա եւ մեղրին այսպես ասած դառը թույներ կա երկու հարաբերությունների միջև, երկու երկրներում առկա հարաբերությունների միջև եւ Իրանը ընդհանրապես ավանդաբար ԱՄՆ-ի հանդեպ Իրանում համենայն դեպս հասարակության մեջ անկախ ամեն ինչից, անկախ ռետորաբանությունից, անկախ պատերին դրված մահանալու եւ անկախ նշված ԱՄՆ դեսպանատան գրավումից Իրանում կա որոշակի դրական ընկալում ընդհանրապես Ամերիկայի եւ ամերիկացիների։ Եվ կա որոշակի բացասական ընկալում, հավանաբար պատմական փորձի հետ կապված հանդեպ բրիտանացիները եւ ռուսները, որովհետեւ Իրանը ի վերջո գաղութացնում է մի կողմից Ռուսաստանը, ցավոք Ռուսաստանը, մյուս կողմից բրիտանական կայսրությունը։ Այս տեսանկյունից իրանցիների համար հոգեբանական պատնեշ էլ այդքան մեծ չկա ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնելու առումով։ Ինչ վերաբերում է նավթի գների խնդրին, ապա այստեղ կարող է հետաքրքիր երևույթ տեղի ունենալ, ընդհանրապես Սաուդյան Արաբիան կարող է նավթի գների անկման պայմաններում, եթե Ռուսաստանը ունի որոշակի ռեսուրսներ դիմակայելու այդ նավթի գների անկմանը, մասնավորապես այլ հումքային ռեսուրսներ, որը ի վերջո կարելի է վաճառել, ապա Սաուդյան Արաբիայի պարագայում նավթի գների անկումը դա կատաստրոֆիկ իրավիճակի կհանդիպի եւ մենք տեսնում ենք, որ Իրանի հայտարարությունները ուղղված են նավթի գների իջեցնելու, այսպես ասած, հեռանկարների մասին, առաջին հերթին ուղղված են տարածաշրջանում նրա համար 1-2-ը կարելի է փոխել տեղերը Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի առաջին թե երկրորդ ով է դժվար ասել այս բառը Սաուդյան Արաբիայի դեմ եւ մասնավորապես դրա մասին է փաստում Իրան-իրաքյան հնարավոր դաշինքը ձևավորվելիք հնարավոր դաշինքը, ինչպես գիտեք բոլորովին վերջերս Իրաքի վարչապետը, որը ներկայացնում է շիական համայնքը, Նուրի Ալ-Մալիքին, Իրանում էր եւ Իրանից աջակցում էր օժանդակություն Իրաքում կայանալիք առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Իրանը ունի հսկայական ազդեցության լծակներ շիական բնակչության շրջանում Իրաքի մասնավորապես այաթոլլաների մակարդակով շատ տեղերում ընտրության արդյունքը կարող է վճռվել ընդհանրապես հեղինակավոր այաթոլլահի կոչի արդյունքում եւ երկրորդ
մասը բանակցությունների հենց նավթային խնդիրներ, ինչպես գիտեք, Իրաքը ցանկանում է իր նավթի արդյունահանումը հասցնել 4 միլիարդ բարելի տարեկան ներկայիս 1-ի փոխարեն, եւ Իրանա-իրաքյան նավթային ներխուժումը համաշխարհային շուկա անշուշտ կարող է հանգեցնել Սաուդյան Արաբիայի համար կատաստրոֆիկ հետևանքների։ Եթե հաշվի առնելու լինենք, որ ընդհանրապես տարածաշրջանում տապալվեց ԱՄՆ-ի պրոյեկտը, ես կասեի ճակերտավոր Արաֆաթացնելու ծայրահեղ իսլամիստական շարժումները, մասնավորապես մուսուլման եղբայրներին, գիտեք, Արաֆաթը սկզբից ահաբեկչական, այսպես ասած Ֆաթը ահաբեկչական կառույց էր, հետո նրան բերեցին քաղաքական դաշտ, այսպիսով առնելով հսկողության տակ, այսինքն քաղաքական դիալոգի ճանապարհ ավելի ընդունելի է բնականաբար, քան ահաբեկչությունը ցանկացած պարագայում։ Եվ նույն գործընթացը ԱՄՆ փորձեց իրականացնել Մերձավոր Արևելքում իշխանության բերելով ծայրահեղ սուննիական այլ խմբավորումների, մասնավորապես խոսքը վերաբերում է Եգիպտոսում կատարվածին, չգիտեմ, Լիբիայում կատարվածին, եւ մենք տեսանք, որ իրականում այդ քաղաքականությունը ֆիասկոյի հանգեցրեց, այսինքն չունեցավ արդյունք, իրականում տեղի ունեցած, ինչպես ամերիկացիներն են ասում, comeback, հետ վերադարձ նախնական իրավիճակին։ Սիրիայում խնդիրը չլուծվեց, ընդհանրապես չլուծվեց, այլ արկախվեց իմիջայլոց նաև Ռուսաստանի շնորհիվ, որի դերը ես կարծում եմ մի փոքր նվազեցվեց այստեղ, անկախ նրանից Ռուսաստանը ԱՄՆ-ից թույլ է, թե թույլ չէ, բնականաբար ռազմական եւ չգիտեմ տնտեսական չափորոշիչներով անշուշտ պետք է չի մասնակից լինել իմանալու համար, որ ԱՄՆ իրազորությամբ գերազանցում է Ռուսաստանին։ Բայց Ռուսաստանը կարևոր խաղացող է եւ ի վերջո միջուկային զենքի արտահայտության պայմաններում այնքան էլ կարևոր չի, դու 20 տանկ ավելին ունես, թե պակաս, այսինքն խնդիրը բոլորովին այլ անվտանգության ոլորտում է լուծվում, քան ցամաքային զորքերի կամ չգիտեմ սովորական սպառազինությունների մակարդակում։ Եվ երկրորդը Ռուսաստանը առաջին անգամ պաստորեն ԽՍՀՄ անկումից հետո Սիրիայի պարագայում իր արտաքին քաղաքականությունը, ես կասեի դեռևս երկչոտ կերպով, բայց հենեց ռազմական ուժի կիրառության սպառնալիքի կամ դրա ցուցաբերման վրա, մասնավորապես միջերկրական ծով մուտք գործեց ռուսական ավտորնիվը եւ հստակ այսպես ասած դա դեմարշ էր, որ տարածաշրջանում կամ առնվազն մենք ականատեսենք լինելու բազմաբևեռ աշխարհի ստեղծման սկզբին միաբևեռությունը աստիճանաբար փոխարեն բերել բազմաբևեռության։ Եթե մենք դառնանք այս ամբողջ համատեքստում Հայաստանի դերին, ապա երկակի է դերը, անշուշտ տնտեսական առումով միգուցե եւ արևմտյան, այսպես ասած, ճամբարին հարելը ցավոք սրտի մեզ մոտ դիտարկում է միայն հարելու, այսպես ասած, հանգամանքը, որովհետեւ մենք 20 տարիների ընթացքում չկարողացանք ցավոք նշում ստեղծել այնպիսի երկիր, որը կկարողանար քիչ թե շատ ինքնուրույնաբար իրականացնել սեփական քաղաքականությունը առնվազն որը տարածաշրջանի մակարդակով, եւ մենք ունենք այդ հնարավորությունը դառնալու ես չեմ վախենում ասել տարածաշրջանային գերտերություն։